Դուք ամենաներքևից, բուժակից սկսել եք եւ աճալ բուժակ, հերթապաբժիշկ, բժիշկ, բաժնիվարիչ եւ մինչեւ նախարար։ Հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի իրավական ակտ այդպիսի ուժ չունի բժիշկի համար, ինչքան հետո աչքերի մեջ նայելը։ Հիվանդի աչքերի մեջ կարդալ հիասթափություն երևի իմ կյանքի սարսափներից մեկն է։ Մի խոսք եմ լսել ձեզնից, որ շատ ինձ դուր է եկել բժիշկը, որ պետք է երկու կարևոր ունակություն ունենա՝ պատասխանատվություն եւ նախաձեռնողականություն։ Դու չես կարող չլինել նախաձեռնող, եթե դու բժիշկ ես, որովհետեւ այդ եռանկյունի մեջ հիվանդ, բժիշկ եւ հիվանդություն, վարողը պետք է լինի ոչ թե հիվանդությունը։ Դուք հավատացյալ եք։ Ինձ մոտ այդ երկու եզրույթը լավ չի տեղավորվում մի պատկերի մեջ։ Համոզմունքը գիտա հենց սա մեկ երևույթ է եւ ամբողջ աշխարհում։ Իսկ հավատքը կարծում եմ, որ սա այնքան խոր է ու ինտիմ, այնքան անշոշափելի, բայց մեծ հզորություն ներկայացնող երևույթ է, որ չպետք է հակադրել իրար հետ։ Ոնց եք։ Շատ լավ եմ, շատ։ Ինչ մտքով եք սկսել այս օրը։ Կարծես թե նորմալ է բժշկի համար, որ առաջին մտքերը, որոնք գալիս են զարթնելուց, լինում են հենց կապված իր աշխատանքի հետ, իր բնականոն կյանքի ռիթմի հետ։ Շատ կուզեի իհարկե անհոգ կիրակի լուսաբացներ ունենալ, բայց որպես օրենք չեմ նկատում եւ ավել ասեմ, ես չեմ սիրում կիրակի օրերը։ Չի։ Չեմ սիրում տոնական օրերը։ Միգուցե եւ մի քիչ կոպիտ է հնչում, բայց անգամ նոր տարվա օրերը միշտ ծանր եմ անցկացնում, հաշվի առնելով, որ հաշվում եմ, երբ այդ ամենը ավարտվելու։ Առասարակ հանգստանալու խաղապարը իմ համար մի քիչ խորտ է եւ ինձ նաեւ որոշակիորեն լարվածության բերում, երբ իմ թմակիցներն են փորձում խոսել այդ որ կիրակին հանգստյան օրեր, ամռան հանգիստը, գիտեն իմ հետ աշխատողները, որ դա մշտապես որոշակի լարվածություն առաջացնող խոսակցություն է այդ արձակուրդային օրերի հետ կապված։ Իսկ երբ եք հանգստանում։ Ոնց եք հանգստանում։ Ավաղ չեմ կարող հպարտությամբ ասել եւ ոչ էլ գլուխ գովալու որևէ բան կա այդտեղ, չեմ կարողանում գտնել այն ժամանակահատվածը եւ միջավայրը, որտեղ որ կարող եմ անհոգ եւ կարծես թե կտրված մտքերով լինել, որը անշուշտ մեծ վնաս է առողջության համար։ Եվ հենց այդ պատճառով էլ չեմ ուզում սա հնչեցնեմ որպես օրինակելի կեցվածք, ավել ասեմ, սա շատ մտահոգիչ եւ շատ վնասակար կեցվածք է։ Պետք է կարողանաս գոնե գիշերվա ժամերին այդ 7 ժամը առնես, ոնց որ հեռախոսը լիցքավորելու, պետք է լիցքավորվես, որ կարողանաս մյուս օրը լիարժեք աշխատես։ Բայց աշխատանքի բնույթը, խառնվածքը եւ առհասարակ կարծում եմ մարդու բիոքիմիան այդպեսին է։ Եթե ինքը անհանգիստ է, դա կապված չի իրադարձությունների հետ։ Իրադարձություններ չլինեն, այդ իրադարձությունները ստեղծելու է։ Իսկ հոգնածություն չեք զգում։ Գիտեք, ինքան հաճախ են ինձ դա հարցնում, որ արդեն կարծես թե իրանք են հոգնել այդ հարցը տալ։ Չեմ զգում։ Ասում եք, որ ընտանիքը ամենակարևոր բանն է մարդու կյանքում։ Այո, պնդում եմ։ Ձեզ հաջողվել է ձեր երեխաներին փոխանցել այդ արժեքը։ Զգում եք, որ իրենց համար էլ է։ Ես կարծում եմ, որ երեխային դաստիարակել իմաստ չունի, պետք է դաստիարակես քեզ, քո կեցվածքը։ Հերիքա մեկ անգամ վրիպես որևէ մի քեզ ոչ վայել քայլ անես, առաջին նկատողներից մեկը եւ ընդունողներից մեկը երեխաներն են։ Եվ այդ առումով ես կարծում եմ երեխաների նկատմամբ պետք է ծայրահեղ ուշադիր լինել քո յուրաքանչյուր քայլի, քո վարքագծի, քո պահվածքի։ Այո, ընտանիքը կարևորագույն գործոններից մեկն է, եթե այսպես դասակարգենք, երևի ընտանիքը, մասնագիտությունը, հայրենիքը, ընկերները, տղամարդու կյանքում երևի այդ կարևորագույն բաղադրիչներն են, բայց եթե չեղավ առողջ ընտանիք, մնացած ամենը կարծես թե վտանգված է։ Ոնց եք համադրում այդ երկու պնդումը, որ ընտանիքը ամենակարևորն է եւ անդադար աշխատելը։ Դե ընտանիքը եթե ընկալում է աշխատանքի բնույթը եւ օգնում է, օժանդակում է
բռնումով է մոտենում, որ սա քո կյանքի ընտրությունն է եւ դու չես կարող այլ կերպ ապրես։ Եվ դա ավելի շատ կոչում է։ Եվ երբ ընտանիք ես ձևավորում կոչումով մասնագետի հետ, պետք է պատրաստ լինես, որ թե անձնական տարածությունը, թե ժամանակը տարբերվելու է քո շրջապատի ձևավորված մոտեցումներից։ Եվ այդ նվիրյալ մարդկանց առջև իհարկե պետք է խոնարհվել, որոնք իրենց ընտրյալների աշխատանքը հարգելով լրացրել են ընտանիքի ջերմությունը, հոգատարությունը։ Դուք ասում եք, որ հայ կնոջն է վերապահված, հայկական արժեքներով եւ հայրենասիրությամբ դաստիարակել սերունդներ, արդյոք այսօրվա հայ մայրը ունի այդ հնարավորությունները, հաշվի առնելով զբաղվածությունը, հաշվի առնելով զարգացումները եւ այլն։ Ինչու են մեզ ամբողջ աշխարհում առանձնացնում որպես ամուր ընտանիք, պետք է ասեմ, որ հենց մեր դժբախտություններից մեկը, որ մենք պետականությունը կորցրել ենք եւ դարերով չենք ունեցել, բայց ինքնություն ենք պահպանել, երևի թե գերակշռող հնարավորությունը ընձեռել է հայ ընտանիքը իդեմս հայ կնոջ, որը որ այդ ծրագիրը սերնդար սերունդ փոխանցելով դարերի մեջ այնքան ամուր այսօր փոխանցում է իր դստերներին, որ խուսափել է ծրագրի դրույթներից շատ դժվար է, անգամ շատ լուրջ ներազդեցության ներքո այսօր ցանցային ներազդեցությունը շատ մեծ է։ Այսօր գլոբալիզացիայի արդյունքում կարծես թե արժեհամակարգերի այդ շրջանակները կորցրել են իրենց հստակ ձևավորված ուրեմն սահմանները եւ շատ գայթակղություններ կան, բայց այդ ծրագրի ուժը այնքան զորեղ է, որ հայ կնոջ արկայությունը անգամ Հայաստանից դուրս շատ ամուր ընտանիք է ստեղծում եւ միգուցե պետք է դա եւս մեկ անգամ կարեւորել եւ հասկանալ, որ կանայք ավելի մեծ դերակատարում պետք է ունենան, քան այսօր ունեն։ Ես նկատում եմ հասարակական կյանքում։ Տեսեք, դուք ամենաներքևից բուժակից սկսել եք եւ աճել բուժակ, հերթապաբժիշկ, բժիշկ, բաժնի վարիչ եւ միջև նախարար։ Ինչ եք կարծում, ինչով է տարբերվում մասնագետը, որը այդպես աճել է, այն մասնագետից, ով ինչ որ մեկի բարի կամքի դրսևորմամբ միանգամից հայտնվել է վերևում։ Ինչ հմտություններ դա ձեռք բերում է ճանապարհին մարդը, որ չի ձեռք բերում նա, ով միանգամից հայտնվում է վերևում։ Մինչև բուժակ կա մեկ աստիճան եւս, որը կոչվում է սանիտար։ Եվ ես հպարտ եմ իմ սանիտարական այդ տարիներով, երբ հիվանդանոցում, վիրահատական սրահում 2 տարի, հետո եւս 4 տարի վերակենդանացման բաժանմունքում սանիտար, հետո արդեն բուժակ է աշխատում։ Այս ամբողջ ընթացքում ես հասկացել եմ, որ պետք է քեզ փորձես։ Եթե դու պատրաստ չես ոչ թե մասնագիտություն, այլ ծառայության անցնես, եթե դու պատրաստ չես ոչ թե դիպլոմ ստանալ, այլ կոչումդ հաստատես դիպլոմով, դա կոչում է։ Եվ այդ առումով իհարկե հիվանդանոցային աշխատանքը շատ մեծ հնարավորություն է ընձեռում։ Դու հասկանաս, դու կարող ես, քեզ համար դա ընդունելի է, դու պատրաստ ես այլոց կյանքով ապրես։ Երեք ես գիշեր երբ ուշ վերադարձա, ես մտածում էի ավելի շատ ոչ թե իմ երեխայի մասին, որը տանը մենակ էր, չնայած 15 տարեկան է եւ ընտանիքս հիմա դուրսն է, իրականում ես տուն հասնելուց նոր հասկացա, որ ես իրան մինչև ուշ գիշեր չեմ տեսել։ Ես մտքերով էի հիվանդանոցում այն դեպքի հետ կապված, որը որ իմ ուշադրության կենտրոնում էր եւ այդ մտքերով էլ զարթնել եմ։ Եվ ես կարծում եմ, որ իմ կինս, իմ երեխաներս վաղուց մերվել են այդ մտքի հետ, որ ես ապրում եմ այդ աշխարհում, ինձ համար այլընտրանք չկա, ես իմ էությամբ եմ բժիշկ, ոչ թե իմ կրթությամբ։ Եվ եթե քո էմպաթիան, պատրաստակամությունը պիտանի լինել, գերազանցումը քո մնացած բոլոր ցանկությունները եւ դու բավարարվածություն, բավականություն ես ստանում այդ պիտանելիությունից, քեզ հնարավորություն են ձեռում այդ շեմերը սանիտար, բուժակ, փորձության։ Եվ եթե դու սխալվել ես, կամ ոչ թե սխալվել ես, այլ դեռևս շեմեր չես հատել քո կյանքում, այն տարիքում չես, որ կարող ես դեռևս կանգ առնել։ Պետք է ընտրես այլ մասնագիտություն։ Բժշկությունը ինքը շատ նեղ է։ Բժշկությունը ընտրելուց հետո այլ մասնագիտություն ընտրել շատ դժվար է։ Այլ աշխատանք ընտրել շատ դժվար է։ Պետք է այդ ընտրությունը կատարելիս դու պատրաստ լինես,
որ քո կյանքի ամենալավ տարիները երիտասարդությունդ, եւ քո ընտանիքի կյանքի ամենագեղեցիկ տարիները, երեխաների մանկությունը, կնոջդ երիտասարդությունը, ընտանիքիդ այդ վայելքները ինչ որ չափով պետք է, չեմ ուզում ասեմ զրկանքներ, որտեղ դա քո ընտրությունն է։ Եթե դու դրանց բավականություն ես տանում, ինչ զրկանք։ 2.5 տարի աշխատել եք նախարար, առողջապահության նախարար, հետ հայացքով կան որոշումներ, որ այն ժամանակ ընդունել եք ու հիմա մտածում եք, որ այդքան էլ լավ որոշումներ չեն եւ հակառակը մինչ այսօր դրանք շատ արդյունավետ որոշումներ են։ Թե կարճ է ժամանակը այդպիսի որոշումների համար։ Անհնար է աշխատանք իրականացնել եւ վրիպումներ չունենալ, առհասարակ մարտ օրվա ընթացքում մի քանի տասնյակ վրիպումներ է ունենում, որտեղ միջին վիճակագրական տվյալներով շուրջ 30-40 գործողություն է անում մարդ մեկ օրվա ընթացքում եւ եթե պատկերացնենք, որ նա վրիպումը օրինակ 1% դեպքերում դուք պատկերացրեք ինչքան օրվա ընթացքում ենք մենք վրիպումներ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է հաջողություններին, գիտեք, օրեր առաջ էի խոսում այդ Stand for Life ծրագրից, որ կյանքի կոչվեց եւ մտահոգիչ կամ ինքդ քո մեջ ինչ որ վերլուծություններ ես անում եւ կարծես թե դժգոհություն ես քեզնից ինչ որ հարցերում ապրում, ես հիշում եմ, որ մոտ 10 տարի այդ ծրագիրը գործում է եւ տարեկան 1500-ից 2000 մարդ այդ ծրագրի շնորհիվ կարողանում են ստանալ այդ անվճար մեկ ստենտը, որ այսօր արդեն արվում է նաև դեղապատ, այսօր արվում է շատ բարձր տեխնոլոգիաներով, առհասարակ այսօրվա հաջողությունները կարծում եմ, որ համադրելի չեն։ Եվ դա բնականon ընթացք է, բայց կարծում եմ նման ինստիտուցիոնալ ծրագրերը իհարկե հիշվող են։ Կբացառեմ, որ որևէ մեկը իր գործունեության նկատմամբ առավելևս վիրաբույժ կրթությամբ, իր էությամբ հետադարձ հայացքով իր գործունեությունը չվերլուծի, ամենացավոտ վերլուծությունները հավատացնում եմ ձեզ դա երևի թե վիրաբուժական վերլուծություններն են, որտեղ բոլոր վիրաբույժները, ինչպես գիտեք, իրենց խղճի խորքում ունեն, իրենք գիտեն որտեղ եւ ինչու եւ այդ ապրում են դրա հետ։ Ուղղակի կան դեպքեր, երբ որ այդ մարդիկ հանգիստ են ապրում եւ իրենց ասում են «Не дай Бог» եւ կան մարդիկ, որ ոչ միայն անհանգիստ են ապրում, այլ փորձում են մշտապես վերլուծել եւ կատարելագործել, որ այլևս երբեք չկրկնվի։ Եվ եթե նրանք հմտություններով, գիտելիքներով, պատասխանատվությամբ օժտված վիրաբույժներ են, իրանց ասում են «Վրաճատ Բոգը»։ Տարբերությունը ստեղ է։ Բոլորը կունեն, անհնար է չունենալ։ Առհասարակ ես ուսանողների հետ շփվելիս հարց տվեցի, որն է ձեր այսօր համար մեկ իրավունքը։ Ամեն ինչ լսեցի իրենցից, գիտեք, այն էլ այսօր այս ցանցային հնարավորությունների պարագային, երբ իրենք կարծես թե ամեն քայլափոխ ավելի շատ խոսում են իրենց իրավունքներից, քան մտածում են իրենց պարտականությունների մասին, եւ հասարակությանն է սա վերաբերվում։ Ամեն ինչ լսեցի, բացի մեկ բառից, որը երբ որ ասեցի քար լռություն էր լսարանում։ Ես իրենց ասեցի, որ այսօր ձեր ամենամեծ իրավունքը դա սխալվելն է, եւ այդ իրավունքը շատ թանկ իրավունք է բժշկի կյանքում, որի համար դուք վճարելու եք ձեր խղճի խայթով։ Դուք չեք կարողանալու շարունակել հանգիստ խղճով ապրել, եթե դուք խորապես չվերլուծեք ձեր կատարած աշխատանքի հետևանքով այն խեղաթյուրված, այն ողբերգական դեպքերը, որոնք որ ուղղակի բացառում են բժշկի կյանքում չլինեն։ Պետք է շատ խոր վերլուծություն լինի եւ գնահատականներ։ Մի խոսք եմ լսել ձեզնից, որ շատ ինձ դուր է եկել բժիշկը, որ պետք է երկու կարևոր ունակություն ունենա՝ պատասխանատվություն եւ նախաձեռնողականություն։ Արդյոք այդ պատասխանատվության եւ նախաձեռնողականության մասին խոսվում է ուսանողների հետ, տարբեր դասախոսների կողմից, ու այդ մեսիջը իրանց փոխանցում է, որ դա շատ կարևոր է, որ լավ բժիշկը միայն գիտելիք ունեցող բժիշկը չի։ Դու չես կարող չլինել նախաձեռնող, եթե դու բժիշկ ես, որովհետեւ այդ երանգյունի մեջ հիվանդ բժիշկ եւ հիվանդություն վարողը պետք է լինի ոչ թե հիվանդությունը։ Հիվանդը ասիմետրիայի մեջ է, նա շատ անգամ կարող է եւ լռել, կարող է եւ հետաձգել, կարող է եւ վախենալ, կարող է եւ տեղյակ չլինել կամ հնարավորություն չունենալ։ Այնուամենայնիվ դու հասկանում ես, որ պատասխանատվությունը քոնն է, որ վերցնես այդ երանգյունին եւ փորձես որպես առաջնորդ տանես, բայց այդ վերցնելու պահին դու պետք է գիտակցես նաեւ երկրորդ մասը,
որ հետո պետք է աչքերի մեջ նայես։ Իսկ դա կոչվում է բժշկության մեջ պատասխանատվություն։ Հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի իրավական ակտ այդպիսի ուժ չունի բժշկի համար, ինչքան հետո աչքերի մեջ նայելը։ Հիվանդի աչքերի մեջ կարդալ հիասթափություն երևի իմ կյանքի սարսափներից մեկն է։ Իհարկե եղել է։ Իհարկե ես էլ եմ ունեցել նման դեպքեր։ Ես հիշում եմ իրենցից յուրաքանչյուրին ում աչքերի մեջ կարդացի այդ ես քեզ հավատացի։ Իրենց մեջ այդ պատասխանատվությունը համասարանի տարիներից սկսվում է, որ իրանք չեն էլ նկատում, թե ոնց է իրանց մեջ դաստիարակվում։ Գործիքներից մեկը ասեմ, գիտեք, որ բժշկական համալսարանում շատ կոշտ է դրված քննությունների խնդիրը։ Փառք ու պատիվ ուսանողությանը։ Ես մեկ-մեկ ուղղակի հիանում եմ իրենց այդ աչալուրջ հաղթահարելու ցանկությամբ այդ դժվար շեմերը, միգուցե գիտակցաբար, միգուցե ժամանակի մեջ բարձր կուրսերում ավելի են գիտակցում, իրենց մեջ ձևորվում է այդ պատասխանատվության տարրերը։ Նա պետք է պատրաստ լինի, որ այդ պատասխանատվությունը հետևանքներ է առաջացնելու, իրավական, վարչական, անգամ քրեական, բայց ամենածանր պատասխանատվությունը դա տարիների մեջ այդ մարդկանց հետ ապրելն է, որ իրենց հիշում ես, թե ոնց էին իրանք ինչ հայացքով քեզ նայեցին, եւ դու չկարողացար քո ներշնչած վստահությունը, որը դու ներես շնչել եւ վերցել ես քո վրա եւ տարել ես, որպես նախաձեռնող, եւ փաստացի վրիպել ես։ Սա իրենց համար պետք է դառնա շատ հստակ շարժառիթ։ Այսօր համացանցում մենք ունենք մի խնդիր, բժիշկներ կան, որոնք համացանցում ներկայանում են բժիշկ, կան մարդիկ, որոնք բժիշկ չեն, բայց համացանցում ներկայանում են բժիշկ, սա մի ուրիշ ավելի բարդ խնդիր է։ Խորհուրդներ են տալիս բժշկական եւ պատասխանատվությունը որպես կանոն դրվում է պացիենտի վրա, որ կարող է չլսել այդ խորհուրդը եւ չանել, հա։ Այս երևույթի դեմ ինչպես կարելի է պայքարել։ Դուք տեսնում եք ինչ-որ մի լուծում։ Չեք կարող ցանցի դեմ պայքարել։ Դա անհնար է։ Չեք կարող 21+-ի դեմ պայքարել ցանցում, դա անհնար է։ Դուք կարող եք ամրացնել այն արժեհամակարգը, որը որ ձեզ համար ավելի կարևոր է, հոգեարազատ է եւ պահանջում եք ձեր երեխաներին, ձեր ուսանողներին, ձեր շրջապատին, հասարակությանը հաղորդել։ Ես չեմ կարող, ես չեմ լինում ժամերով տան, ես չգիտեմ երեխան 21+ նայում է, թե չէ մասնակցում։ Ես միայն կարող եմ իմ կեցվածքով, իմ վարքագծով, իմ մոտեցումներով, որ ինքը անշուշտ վերլուծում է։ Միայն այդ դեպքում կարող եմ հասնել նրան, որ ինքը իմանա, որ ոչ թե դուռն է պետք փակ պահել, այսօր 21-րդ դարում դա անհնար է։ Պետք է ամուր ընտանիք պահել, պետք է արժեհամակարգը ավելի ամրացնել, ավելի իսկական դարձնել եւ ոչ թե տեսանելի թվացial, այլ ավելի հստակ շոշափելի, որ նա վստահությամբ եւ հավատքով լինի այդ արժեհամակարգի նկատմամբ։ Նույնը բժշկությանն է վերաբերվում։ Եթե բժշկական հաստատությունները եւ բժիշկները իրենց խոսքով ցանցում եւ առհասարակ հասարակության մեջ չվարանեն, չվախենան, չմտահոգվեն, թե ինչ հարցակումների, վայրի հարցակումների կարող են ենթարկվել, բժշկության մանդատով օժտվածները պետք է խոսեն առողջապահական ծրագրերի վերաբերյալ։ Չպետք է վախենան, որ կարող է բիրտ մեծամասնության, ասենք, այդ վայրահաչոցներով իրենց խեղդեն։ Դրա վառապացույցը օրինակ վակցինացիան էր։ Այո։ Երբ որ անեծքներից մինչև սպառնալիքներ, հայոյախոսությունից մինչև մեղադրանքներ, ամեն ինչ կարող էր լսել, բայց դու հասկանում էիր, որ այդ պահին հիվանդությունը, որը ունի 2% մահացություն, այդքան զոհեր է տալի, որտեղ միանգամից է տեղի ունենում։ Ուղղակի չի հասցնում համակարգը այդքան ընդունել ծանր դեպքեր, եւ պետք է ամենը անել, որ մարդիկ չհասնեն հիվանդանոց։ Եվ այդ գիտակցությունը, այդ համոզմունքը գեներացնում էր շատ զորեղ կեցվածք, շատ մեծ ուժ, որ դու կարողանում ես այդ համոզմունքով խոսել եւ ասել, վստահորեն ասել, ես պնդում եմ, պահանջում եմ, խնդրում եմ։ Հիմա թույլ տվեք, որ հիվանդանոցներում նրանք, որոնք արդեն հիվանդացած են, նրանց օգնությունը հասանելի դառնա, որտեղ մեծ քանակությունը միանգամից է։ Ինքը իրենով այդ պատմության առանցքում ընդամենը միանգամիցն էր, որը որ բերեց այդպիսի մեծ զոհերի աշխարհով մեկ։
Նույնը վերաբերում է ծխելու հետ պայքարին, նույնը վերաբերում է բոլոր առողջապահական ծրագրերին, սկսած ամրագոտիներից, մանկական տրավմատիզմից։ Տարական հարցեր կան, որտեղ որ հանրային խոսք պետք է ասեն։ Ինձ կարող եք հիմա նաև հարցնել, բայց չէ՞ որ COVID-ի ժամանակ կային բժիշկներ, որոնք խոսում էին վակցինացիայի դեմ եւ հանրային էին խոսում։ Այո։ Եվ այստեղ իհարկե պետք է շատ ավելի կոշտացնել այն մոտեցումները, որոնք որ արտակարգ իրավիճակներում իրավունքների վերաբերյալ բժշկական խոսք ասելու, որովհետև մեկ այդպիսի անհեթեթ խոսքը բերում էր հարյուրավոր զոհերի ավելացմանը, հազարավոր հիվանդների ավելացմանը հիվանդանոցային համալիրներում, երբ որ նրանք խոսում էին չիպավորումից, անհեթեթություններ էին ասում եւ ասում էին, որ իրանք ուսանողների հետ կամ իրենց առօրյայում այդ ամեն օրվա աշխատանքում դա կարծում եմ, որ տգիտության մարտնչող տգիտության հետ մեկտեղ, որը ոչ բժիշկներ են եւ տենց ել ավելի ագրեսիվ են իրենց պահում, բժիշկի խոսքը պետք է լինի հասանելի։ Իսկ ցանցում խոսք ասելը ես չեմ պատկերացնում արդեն որ չասեն, ասենց ասեմ։ Իսկ եթե կոնկրետ դեպքերով գնանք, օրինակ ձեզ հասնում է ինֆորմացիա, որ ուսանողներից մեկը նախկին, որ արդեն բժիշկ է, սխալ խորհուրդներ է տալիս համացանցում։ Եղել են այդպիսի դեպքեր։ Երբ նման երևույթի ես հանդիպում, նախընտրում եմ ոչ թե քողարկված կոլեգիալություն դրսևորել, այլ ուղիղ իրեն ասել, որ այս հարցում կոպիտ վրիպել ես, կամ կարծում եմ, որ ցանկալի կլինի կրթական խնդիրները վերանայել։ Օրինակ ելույթ է ունենում եւ բժշկական եզրույթների վերաբերյալ չի կարողանում հստակ ձևավորի իր միտքը։ Բժշկական եզրույթները կարևորագույն մաս են կազմում բժշկի կոմունիկացիայի։ Եթե նա չի կարողանում պարզ լեզվով խոսել մարդու հետ, որը չի հասկանում այդ եզրույթները, եթե նա չի կարողանում բժշկական միջավայրում ճիշտ կիրառել եզրույթները եւ վրիպում է, արդեն իսկ կրթական խնդիր է։ Եվ իհարկե անպայման ասում եմ, իհարկե կարող է լինել նաև տեսակետներ, որոնք այնուամենայնիվ ամենայն հարգանքով ձեզ թույլ տվեք մնամ իմ կարծիքին։ Եվ ստեղ շատ կարևոր դեր ունի ապացուցողական բժշկությունը։ Եթե նախկինում հեղինակությունները ավելի գերակշռող էին եւ բավական էր պրոֆեսոր կամ անվանի բժիշկ լինել եւ ասել այսպես եմ կարծում եւ ամբողջ կլինիկան պետքա հետեւից կրկներ այսպես են կարծում, այսօր կա ապացուցողական բժշկություն եւ ամենահերիտասարդ բժիշկը կարող է բերել ասել ամենայն հարգանքով ձեր կարծիքի եւ փորձի նկատմամբ, բայց չէ որ ինչու ված չի իրոք։ Եվ պրոտոկոլը ներկայացնել կարծում եմ դա եւս է սերունդի առավելություններից մեկն է։ Իհարկե իմ ողջավորվածությունը իրենցով շատ ավելի մեծ է, իրանց հնարավորություններով, իրանց աշխարհայացքով, իրանց ռիթմով, բովանդակությամբ։ Այո, վտանգներ էլ կա այս ամենի մեջ, առհասարակ ցանցային դաստիարակությունը, ցանցային կրթությունը ունի շատ լուրջ վտանգներ, բայց սա անխուսափելի է, ոնց որ նոոսֆերան, որը որ ամբողջ աշխարհը պատեց եւ մարդը դարավ գերիշխող մոլորակի վրա, այնպես էլ այսօր ցանցն է, նա է որոշում արժեհամակարգը, նա է պարսավանքի ենթարկում, նա է ուրեմն հերոս սարքում եւ կարող է լրիվ հակառակը դարձնի մարդու, որը որ փաստացի ուղակի ուզում էր ինչ-որ մի ճշմարտախոս կամ ինչ-որ մի կեցվածքի հետ կապված իր բացատրություն տա, անգամ չթողեն լսի, այնքան մեծ տրոլինգի ենթարկեն, որ ուղակի ոչնչանա, այսինքն սոցիալապես կիլերություն անեն։ Այս ամենը կա, այս վտանգներն են, կարծում եմ այդ բոլորը դեռ պետք է գա հավասարակշռության, որ քիմիական ռեակցիայի մեջ ինչ-որ մի պահ գալիս է հավասարակշռության, մեծ առաջընթաց ա եղել, բայց արժեհամակարգը դեռ չի հասցրել, որն է պատվաբեր, որն է թույլատրելի, միգուցե ավելի նահապետական հնչի, բայց որն է նամուսաբուրով, որը որ ոչ։ Եվ այդ առումով ես մնում եմ իմ տեսակետին, որ դարերով եկած այս հասկացությունները ոչ պակաս կարևոր են այսօր, քան լայքերի, ռեպոստների եւ կոմենտների քանակությունը։ Դուք հավատացյալ եք։ Ինձ մոտ այդ երկու եզրույթը լավ չի տեղավորվում մի պատկերի մեջ էվոլյուցիայից խոսող մարդը եւ հավատացյալ։ Գիտեք, ես կարծում եմ, որ հավատքը շատ ավելի ինտիմ երևույթ է, քան կարելի է պատկերացնել։ Հավատում ես քո մեջ, եթե հավատում ես կա, այսպես պատասխանեմ, իսկ ինչ վերաբերում է գիտահեն երևույթներին, այո, սա իմ կրթությունն է, սա իմ մտածելակերպն է, եւ ես կարծում եմ աշխարհի բոլոր եկեղեցիները, բոլոր հավատքները վաղուց մերվել են այն մտքի հետ, որ գիտությունը
ունի հիմնարար նշանակություն։ Հիշատակել, ասենք, ոչ գիտահեն որևէ մի երևույթի եւ փորձել դա աստվածավախություն առաջացնել, կարծում եմ դա չարաշահում է այդ ուղղության մեջ։ Հավատքը հոգու խորքում պետք է լինի մարդու եւ ոչ թե ծեսերի մեջ։ Ես այդքան խորը գիտակ չեմ, որ կարողանամ մեկնաբանեմ ուրեմն ավետարանը կամ ասեմ թե ինչ մոտեցումների իմ ծնողներից ստացել եմ այդ դաստիարակությունը, մկրտությունը, փորձում եմ ամեն օր միգուցե երբեք չեմ խոսել այս հարցով, աղոթել նոր գնել եւ շնորհակալություն հայտնել Աստծուն ամենի համար։ Եվ իմ կյանքում կան մարդիկ այսօր, որոնք որ ամեն օր բացառություն չէր նաեւ երեկվա օրը ինձ չեն թողում, որ ես շեղվեմ։ Որ հարց տվեցիք, ես էլ կուզեմ ավելի լայն պատասխանեմ։ Երեք խոսում էինք գիշերը 8 ժամի կլինիկայում, երբ որ հիվանդի հետ կապված այդ քննարկումները ավարտվեց, իմ ընկերոջ հետ էինք խոսում շնորհակալություն որպես Աստծո պարգև, որպես շնորհ, որը որ մարդ կարող է ապրի եւ զգա որևէ մեկի նկատմամբ։ Եվ ինչքան մեծ հիասթափություն ես ապրում, երբ որ դու սպասում ես, որ քեզ պետք է շնորհակալ լինեն, բայց դա տեղի չի ունենում։ Եվ դու անընդհատ այդ ապրումների մեջ ես, որ շնորհակալ չէին, իսկ ինչ ապերախտություն էր, ինչ անշնորհակալ մարդ էր։ Եվ այդ նախադասությունը, որ ինձ երեք ասեց իմ ընկերս, Հայկու Մինասյանի մասին է խոսքում, հետ մենք ստեղծել ենք զինվորի տունը։ Ուշ գիշերով այնտեղ բոլորը հավաքված էինք, ասեց, ինչքան ձեզ մարդիկ շնորհակալություն չասեն, իմացեք, որ Աստված այդքան ձեզ կպարգևի հետագայում։ Մի սպասեք այդ շնորհակալությանը։ Գիտեք, ես 53 տարեկան եմ եւ չեմ դադարում ոչ սովորել, ոչ էլ փորձում եմ ինքնաբավ ասել, որ ես արդեն բավականին փորձառու եւ իմաստուն եմ։ Հակառակը կարծում եմ, որ այս տարիքում եւս մեկ անգամ կարող ես վերանայել այն ամենը, ինչ որ քո համար եղել է որպես շարժարիտ։ Այո, շատ անգամ բժշկի կյանքում լինում է այդպես, որ նա սպասում է շնորհակալություն, բայց նա պետք է իմանա, որ եթե նա իրական բժշկությունը իրականացել, բարիություն է արել եւ արարել է հանուն ինչ որ մեծ բարիության, մեծ գործ է արել, մարդու կյանքա փրկել, իրական շնորհակալությունը Աստծո կողմից է պարգևելու։ Եվ սա է իմ հավատքը։ Եվ ոչ թե էվոլյուցիայի հետ դարվինիզմի վերանայումը, արդյոք այնուամենայնիվ ուղղահայաց կապիկի, ասենք, տեսակը, որը ավելի շատ հոմո սապիենսը դարավ, թե նեանդերտալիցը դարավ մարդ։ Ինձ համար այդտեղ հարց չկա, ես այդտեղ համոզմունք ունեմ։ Բայց հավատքը սա այն բարոյական շարժիչն է, որը քեզ թույլ է տալի առավելևս հումանիստական ասպարեզում անսպառ աշխատանք անել եւ այդ բարիությունից եւ բավականություն ստանալ եւ ավելի ողջավորվել։ Ես այդպես եմ կարծում, գիտեք, ես ամեն օր չի որ մասնակցում եմ ծեսերի, պատարակների, ես Աստվածաշունչ չեմ ամեն օր ընթերցում, չեմ ուզում այդ հարցի մասին այդքան մանրամասն եմ։ Այո, կնքահայր եմ եղել բազմաթիվ անգամ, կնքել եմ, եղել եմ տարբեր ծեսերի եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ անշուշտ, բայց համոզմունքը գիտա հենց սա մեկ երևույթ է եւ ամբողջ աշխարհում։ Իսկ հավատքը կարծում եմ, որ սա այնքան խոր է ու ինտիմ, այնքան անշոշափելի, բայց մեծ հզորություն ներկայացնող երևույթ է, որ չպետք է հակադրել իրար հետ։ Սա պետք է համադրության մեջ միշտ դիտարկել եւ եթե հավատքով ես եւ բարիությունը քո համար արժեք է, դու կարող ես մարդկանց կյանք փրկել, սփոփել։ Դուք խոսեցիք զինվորի տան մասին, այնտեղ դուք կամավոր եք, կարելի ասել, կամավորական աշխատանք եք անում եւ շատ մեծ էնտուզիազմով եւ բավականին մեծ աշխատանք եք արել, որպեսզի կայանա այդ տունը զինվորի, այսինքն այստեղ գաղափարը այն է, որ ոչ միայն ֆիզիկապես իրենք առողջանան, այլ հոգեպես կարողանան սոցիալիզացվել, աշխատանք եւ այլն, հա, ինչ որ հմտություններ ձեռք բերեն։ Կամավորական աշխատանքի մասին եմ ուզում խոսենք։ Որն է կամավորի վարձքը։ Մի քիչ ցավոտ թեմայով եմ ուզում սա նայենք։ Արցախյան պատերազմի ժամանակ կային բազմաթիվ կամավորներ։ Կամավորությունը միշտ ենթադրում է ինչ-որ մի արդյունք, այսինքն դու գնում ես կամավորության, հիմա դուք զինվորի տանը ինչ-որ արդյունքի համար եք դա անում։
շատ կամավորներ չվերադարձան պատերազմից։ Եվ ուզում եմ հասկանալ, այս դեպքում մենք ոնց ենք այդ կամավորական աշխատանքը արդարացնում։ Ես կամավորությանը վերաբերում եմ մեծ հարգանքով։ Ես կարծում եմ, որ դա հոգու պորտկումով են մարդիկ կամավոր դառնում, եւ դա երևի եւս էլի Աստծո շնորհ է։ Ես մարդու անուն տվեցի եւ ոչ թե այն պատճառով, որ իմ ընկերն է կամ իրար հետ ստեղծել ենք այդ կենտրոնը։ Ես իրապես կարծում եմ, որ այդպիսի մարդիկ հասարակության մեջ սա հասարակության դարավոր քաղաքակրթության ծնունդներ են, իրանք չեն կարող հանկարծակի լինել։ Չի լինում տենց, որ գիտեք, հասարակությունը պատրաստ չլինի ու ունենա, ասենք, զինվորի տուն։ Դա հասարակությունն է ստեղծել։ Իրականում այդպես է։ Հասարակությունը ստեղծելով այդ զսպանակը, երբ որ բացվում է այդ գթասրտության, դա պետք է ինչ-որ չափով կառավարվի, որովհետև երբ որ դա արվում է անկառավարելի, դա որոշ չափով չի ուզենա ասել արժեքազրկում է, բայց կորցած հնարավորություն է ճիշտ օգտագործել։ Կորցած հնարավորություն է, գիտեք, պատերազմի օրերին Երևանում մեկ փողոց կար, որտեղ մի մայթում արկղեր էին դրված եւ հավաքում էին սնունդ, շոր, չգիտեմ, սպիտակեղեն, ծխախոտ, մյուս մայթում ռեստորաններ էին։ Սարյան փողոցն է դա։ Անհասկանալի էր այս հասարակության համար, անհասկանալի էր։ Այդ օրերին երկուսին էլ դեմ էի, որ այստեղ էլ դնեն այդ արկղերը եւ հավաքեն։ Եվ դա կամավորականություն, դա ուղղակի պորտկում էր։ Երիտասարդները ուզում էին մասնակցեն, իրանց պետք էր այդ պահին ճիշտ ուղղորդել, թե որտեղ։ Մեր տկար հաշմած զինվորներին շատեր ուզեցան օգնել, շատերը, բայց պետք էր նրանց ուղղորդել, կոորդինացնել եւ ի պատիվ կամավորական շարժմանը, պետական կառույցներին, առհասարակ հասարակության ու ժողովրդին։ Ես էլ Հայկույն էլ համարում ենք, որ այդ կենտրոնը ստեղծել է հայ պետությունը հայ ժողովրդի հետ միասին։ Եվ ինչքան պերսոնիֆիկացիա քիչ լինի, այդքան հարատև կլինի։ Ես շատ բան եմ սովորել իրենից այդ հարցում, երեք գիշեր էլ որ այդ ասեցի, այդ շնորհակալություն, մենք խոսում ենք հիվանդից եւ այդ շնորհակալությունից, չնայած տարիքային մեծ տարբերության, այնուամենայնիվ եւս մեկ դաս արա։ Առհասարակ փառասիրությունը, նյութապաշտությունը անգամ, դրանք շատ խանգարող են։ Ես վերջի օրերին շատ եմ մտածում այդ երկու երևույթի մասին էլ եւ իհարկե երբեք չեմ եղել այդ հարցում գերազանցիկ։ Կարծում եմ, որ այդ երկու ուղղություններում էլ դեռևս շատ անելիքներ ունեմ, որ կարողանամ ինձ դասեմ այն կարգավիճակի, որը որ կուզեի տեսնել իմ երեխաներին։ Ցավոք այդպես չէր իմ կյանքում։ Երևի եթե վերլուծեմ, այդ երևույթները ինձ շատ խանգարում էին։ Կուզեմ, որ այդ հասարակության մեջ լինի այնպիսի մթնոլորտ, երբ իրականը հնարավորություն կունենա տեսանելի եւ գնահատված լինելու, եւ որը դեռ կատարյալ չէ, հակառակը չապրի, այսինքն չլինի տեսանելի եւ գնահատված։ Վերջում ուզում եմ ձեզ կարճ հարցեր տալու, ուզում եմ, որ կարճ պատասխանեք այդ հարցերին։ Այսպիսի մի արտահայտություն կա, Աստծո գործերն անքննելի են։ Դուք որպես բժիշկ եմ ուզում, որ պատասխանեք այս հարցին։ Դուք համաձայն եք, որ դրանք միշտ անքննելի են, թե կան գործեր, որոնց հետ դուք համաձայն չեք։ Պետք է վարես, քրտինք թափես, որ Աստծոց անձրև խնդրես։ Ինչի մասին եք երազում։ Երեխաներիս հնարավորինս առողջ եւ բարեկեցիկ, հանգիստ իրականացված կյանքի մասին, եթե շատ ազնիվ։ Ինչից եք վախենում։ Հիասթափությունից են մարդկանց կողմից, ում որ շատ հարգում եմ, ում որ մեծ վստահություն եմ ներշնչել։ Ինչպես են ձեզ հիշելու։ Չեմ կարծում, որ երկար հիշեն, սովորաբար 1-2 սերունդ է հիշում։ Երբեք տենց խնդիր չեմ դրել, թե ինչպես կմնամ հիշողությունների մեջ։ Երևի հարազատները ջերմ կհիշեն։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Աշխատասեր, նախաձեռնող, ընտանեկամետ, մի շարք երևի թե այլ բնութագրեր կարող էի ասել, բայց կարծում եմ, որ հնարամիտ նաև։ Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե, ինչ կանեիք։ Զանգեի երեխաներիս հետ կխոսեի։
Շատ շնորհակալ եմ ձեզ ջերմ ու անկեղծ զրույցի համար, պարոն Մուրադ։